Ես ուզում եմ խոսել հետևյալ թեմայով, Սուրբ գրքում բազմաթիվ տեղեր հատվածներ կան, ես իհարկե կկարդամ, որտեղ Տիրոջ խոսքը ասում է, ով որ իմ համար իր անձը չուրանա, կամ ասում է իր անձը չկորցնի, չէ, նա չի գտնի իրան, ասում է, եթե չկորցնես, քո անձս չես գտնի, իսկ եթե կորցնես ինձ համար և իմ ավետարանի համար քո անձս, ապա այն կգտնես, կամ ասում է, ով որ չուրանա, իր խաչը չվերցնի, ինչ չի կարող հետևել։ Խոսքը ուրեմն սրա մասն է, Տերը խոսում է մեր անձը ուրանալու և մեր անձը կորցնելու, այսպիսի բառեր է օգտագործում մասին, և ասում է, եթե չուրանաս, եթե չկորցնես, ապա անպայման հետագայում այն կկորցնես։ Ես ուզում եմ սրա հետ կապված մի փոքր բացատրություն տանք։ Իհարկե մենք երբ որ անձ ենք կարդում կամ անձ ասում ենք, տեսնում ենք հետևյալը։ Իրականության մեջ Աստված, որ մարդուն ստեղծել է, ստեղծեց իր պատկերով և իր նմանությունով, և այդ պատկերի նմանության մեջ մի մաս հանդիսանում է սա, որ մարդը Աստծո նման ազնվորություն է, այսինքն անհատականություն է, ինքը կարողանում է դրսևորի իր անհատականությունը, այսպես ինքը կարողություն ունի մտածելու, կարողություն ունի քննելու, ասենց ասած փորձելու, բարին ամուր բռնելու, կարողություն ունի ընտրություն կատարելու, որոշում կայացնելու իր համար այդ քննությունով, կարողություն ունի ստեղծագործելու, այս ամենը ինչ որ ես թվարկեցի, սրանք անձին բնորոշող կարողություններ են։ Սրանցով մարդը, ասենց ասած, անհատականություն է, այսինքն նա ունի որոշակի ինքնուրույնություն, կարող է ինքնուրույն իրեն դրսևորել, մտածել, հասկանալ, ընտրել, մերժել, չէ, ստեղծագործել, սա Աստծո կամքը այսպիսին է եղել, Աստված չի կամեցել, որպեսզի մարդը լինի, ասենք ասած, ռոբոտային, ոնց որ ռոբոտի կարգավիճակով, իրա փոխարեն ամեն ինչ որոշվի, արվի, ոչ, Աստված կամեցել այսպիսի էակ ստեղծի։ Եվ մենք գիտենք, Աստված հարգում է իր ստեղծագործությունը, բազմաթիվ տեղերում դրանում համոզված ենք, այսինքն երբ որ մարդը ինչ որ մի բան է, ասենք ասած, ընտրում, այնպես չի, որ Աստված, ասենք ասեմ, բռնանում է նրա վրա, բռնանում է նրա ընտրության վրա, ստիպում է, որ չէ, դու իմ ուզածս պիտի անես։ Անգամ ամենածանր գործերից մեկը, որ կատարվեց Ադամը Եվան, երբ որ մեղանչեցին, դուք հիշում եք, այնպես չէր, որ Աստված տեղյակ չէր տեսնում, չէր լսում, ինչ է խոսվում, ինչ է արվում, չէր տեսնում, որ հեսա, ասենք օրինակի համար, սխալ ընտրություն կկատարեն, ու այդ սխալ ընտրությունով ապագա աշխարհը կապականվի, կփչանա մեղքը եւ մահը կմտնի մարդկության մեջ, աշխարհի մեջ, չէ, գիտեր, տեսնում էր, բայց քանի որ Աստված խոսել էր, բացահայտել էր մեղքի չարիքը, թե ինչ է դա բերում, եւ թողել էր, որպեսզի մարդը գիտակցելով, հասկանալով, բացատրված լինելով իր հոժարակամ ընտրությունը կատարի, այդ ընտրությունը Աստված թույլ տվեց, որ կատարվի։ Տերը իր մեծության մեջ, զորության, կարողության մեջ այսօր տեսնում ենք, ոչ մեկի զորով ստիպելով ոչինչ անել չի տալիս, այլ որովհետև ստեղծել է մարդուն որպես անձ, որ ինքը ունենա մտածելով, կշռադատելով, ընտրություն որոշում կայացնելու հնարավորություն, կարողություն, նա հարգում է այդ կարողությունը, որտեղ ինքն է այդպես ստեղծել, կամեցել է, որ մարդը այդպեսին լինի։ Եվ տեսնում ենք շատ տեղերում, որ Աստված, ասենց ասած, մեծ է, հզոր է, խոսում է, բացատրում է, բայց երբեք չի բռնանում։ Օրինակ, երբ որ օրենքը տվեց, ովքեր կարդացել են այդ հատվածները հին կտականից, տեսնում ենք, խոսվեց, ներկայացվեց նա այդ անելու օրհնության մասին եւ այդ չանելու անեծքների մասին, օրենքը չպահելու, եւ ասեց, ահա քո առջև դրեցի օրհնությունն ու, չէ, անեծքը, կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը, այսինքն բացատրվեց, օգնեցի քեզ, որ դու իրականությունը, ճշմարտությունը իմանաս եւ օգնեցի քեզ, որ դու ճիշտ ընտրություն կատարես եւ խորհուրդ տամ, բայց կյանքը ընտրիր, որ ինչ անես, ապրես։ Այո, Աստված իր կամք, իր կողմից մեզ մեր անձի դրսևորման ճիշտ դրսևորելու, մեր անձին բնորոշող հատկությունները ճիշտ դրսևորելու համար օգնություն անում է։
Այսինքն լուսավորում է, բացահայտում է, ցույց է տալիս, օգնում է, որ մենք ճիշտ քննություն կատարենք, չխաբվենք, չմոլորվենք ուրիշ բաներից, բայց ընտրողը դու ես, ահա քո առջև դրեցի, դու ընտրի։ Դու հասկացար ինչն է կյանքը, ինչն է մահը, որ ճանապարհով գնաս կօրհնվես, որ ճանապարհը ընտրես, անեծքի տակ կընկնես, զրկված կլինես հավիտենապես։ Բայց դու կյանքը ընտրիր, խորհուրդ է տալիս, որ ապրես։ Կամ մեկ ուրիշ տեղ հայտնության 3-րդ գլխում, որ խոսում է մի եկեղեցու հետ կապված, ասում է, ահա, չէ, դռան առջև կանգնած թակում եմ։ Ով որ բացի եւ ընդունի, ես ներս կմտնեմ եւ նրա հետ ընթրիք կանեմ եւ նա էլ ինձ հետ։ Այսինքն, տեսնում ես, թույլատրություն է Տերը թակելով թակում է եւ ոնց որ ասած իրավունք է բանանում հարցնում։ Եթե իրավունք տաս, ես քո կյանքի մեջ մտնեմ, քո հետ կլնեմ։ Եթե իրավունք չտաս, ես չեմ մտնի քո կյանքի մեջ։ Մենք սա տեսնում ենք նաեւ անգամ, գիտեք, երբ որ դատաստան պիտի լինի, դատաստանի օրը ոչ մեկ չի կարողանալու մեղադրել Աստծուն կամ որևէ կերպ, ասենք, արդարացնել իրեն իր այդ այն բանը, որ Աստված նրան պիտի ուղարկի, օրինակ մեղավորին դա պիտի դատի եւ ուղարկի հավիտենական տանջանք, իսկ արդարին պիտի արդարացնի եւ հավիտենական կյանքի մեջ հաստատի։ Աստված որպես գերիշխան, որ ամեն ինչի վրա իշխում է, տիրապետում է, իր ձեռքի մեջ ամեն իր վդարցությունները, սկիզբը, ընթացքը եւ վերջը, նա իր գերիշխան զորությունով, իրավունքով հաստատում է մարդու կամքն ու ընտրությունը։ Տերը թույլ է տալիս, որպեսզի ամեն մարդ ավետարանի լույսով լուսավորվի, դա մարդուն հնարավորություն է տալիս, որ իրականությունը, ճշմարիտ իրականությունը տեսնի, հասկանա, որ դժոխք կա, դրախ կա, կորուս կա, դատաստան կա, պատիժ կա, արքայություն կա, փրկություն կա, եւ իր ընտրությունը կատարի, եւ երբ որ գալիս է այդ վերջը, Աստված իրանց ընտրությունն է ուղղակի հաստատում։ Ընտրել են Քրիստոսին, ընտրել են արդարությունը, ընտրել են Աստծո հետ լինելը, Աստված հաստատում է իր հետ լինելը նրանց։ Չեն ընտրել, մերժել են Աստծուն, Աստված հաստատում է նրանց մերժված լինելը, Աստծուն չեք ընտրել, իր հետ լինելը չեք ընտրել, գնացեք այնպիսի տեղ, որ հավիտանապես Աստծուց կտրված կլինեք եւ Աստծո բոլոր բարիքներից զրկված կլինեք։ Այսինքն մարդը ինքը իր ընտրությունն է, մարդու ընտրությունն է Աստված հաստատում։ Եվ սա իրոք ազատ կամքի դրսևորում է, Աստծո մոտ է իրոք իրական, ասենց ասած, ազատությունը։ Աստծո հետ է իրական ազատությունը, Աստված է իրական ազատությամբ վարվողը մարդու հետ եւ երբ որ մարդու վրա չի բռնանում, մարդու կամքի վրա չի բռնանում, ուրիշ բան է, մարդուն օգնում է, որ ճիշտ ընտրություն կատարի, բացահայտելով եւ նաեւ կարողություն տալով իր ընտրությունը իրականացնելու մեջ, բայց երբեք չի բռնանում։ Նրա մոտ այո, ազատություն է։ Եվ շատերը մեղադրում են, ինչու էսպես եղավ, Ադամն ու Եվան մեղանչեցին, ինչու Աստված այդպես ստեղծեց, որ նրանք մեղանչեին, բայց կատարելությունը այդ ազատության մեջ էր, որ Աստված նրանց ստեղծեց հենց այդպես, ժողովուրդ ջան։ Եվ տեսնում ենք, որ օրինակի համար, եթե ասենք ասած խոսենք սատանայի մասին, Աստծո հակառակորդի մասին, նա Աստծո հակապատկերն է։ Եթե Աստված ազատության մեջ է պահում մարդու սիրտը, միտքը եւ չի բռնանում, ապա սատանան հակառակ ամեն ինչ անում է, որ մարդը իր անձ լինելու կարողությունից զրկված լինի։ Հենց դա երևում է այն իրավիճակների վրա, երբ որ մարդը հանկարծ, ասենք ասած, դռներ է բացում չարի առաջ։ Երբ որ դուռ է բացում իր կյանքում, տեսնում ես մարդիկ, որոնք չարի ազդեցության տակ են, իրանք իրանց ոնց որ ասած անձնական միտքը, գաղափարը, ընտրությունը չունեն։ Չարը ոնց քշում է, տանում է, նենց էլ անում են։ Անկամ տեսել ենք մարդիկ, որ այդ ազդեցության տակ են, մերկ անում են, հլում են փողոց, չէ, ես ինչ աննորմալություններ են անում։ Այսինքն իրանք էլ վերջացել է, իրանք քննելու, մտածելու, դրսևորման կարողությունից զրկվել են։ Այդ ռոբոտային վիճակ են, չարը ուր տանում, ինչպես առաջնորդում է, այդպես էլ նրանք գնում են առանց մտածելու, առանց քննելու, առանց իրենց որոշում ունենալու։ Այսինքն տեսնում ես, չարը հակառակ գործողությունների մեջ է, մարդուն կամազուր կանելու, մարդուն ստրկացնելու, մարդու վրա տիրելու, բռնանալու, ստիպելու, իր ուզածը անելու։ Չկա նրա մոտ ազատություն։
Այդպես է։ Եւ առաջի Կորինթացիս 12-րդ գլխում Առաքյալը Պողոս Առաքյալը որ խոսում է իրանց նախկին վիճակի մասին 12:2-ում ասում է երբ որ մենք հեթանոսներ էինք տարվում էինք անձայն կուրքերի մոտ տարվում առաջնորդվում էինք անձայն կուրքերից տարվում ենք անձայն կուրքերի մոտ այսինքն տարվում էինք այսինքն ազդեցություն կար ներգործություն կար եւ մենք տարվում էինք այսինքն նա չի որ մենակ դիվահարներն են որ զրկված են իրանց անձի դրսևորի շատ ժամանակ այո մարդը որ տեղա տվե չարից թեկուզ չի դիվահարի նման անգնում բայց նա շատ բաներում արդեն կամազուր կա դարել առաջնորդված ազդված է չարից բայց Աստծո հոգին Աստծո ներկայությունը երբ որ մարդու վրա գալիս է մարդը ավելի զգաստ է դառնում ավելի արթուն եւ Սուրբ Գիրքը կուզեմ մի համար կարդամ երկրորդ Տիմոթեոս 1:7 համարը որ Առաքյալը Պողոսը այսպես է խոսում նրանց համար ովքեր Աստծո հոգով են առաջնորդում ովքեր ում վրա Աստծո հոգին ներգործում է ազդում է եւ նրանք ասենք ասած բացել են իրանց սիրտը որ Աստված իրանց օգնի առաջնորդես որովհետեւ Աստված չտվավ մեզ երկչոտության հոգի այլ զորության սերի եւ զգաստության այսինքն այն ասենք ասած կյանքը որ մեր մեջ հաստատեց Աստված այն հոգին որ մեզ առաջնորդում է կամ այն կարողությունը որ տվեց դա օգնեց որ մենք լինենք ավելի ես երրորդի վրա եմ կանգնում երեք բան ասեց զորության սերի եւ զգաստության այսինքն զգաստության հոգի է դա մարդը ավելի սթափ է ավելի արթուն է ավելի հասկացող է ավելի քննող է ավելի ճիշտ կողմնորոշվող է զգաստ մարդ նշանակում է տեսնող հասկացող կշռադատող իրականությունը զանազանող եւ հետաբար ըստ դրա էլ նաեւ կարողություն ունի ավելի ռեալ ճիշտ ընտրություն կատարի որտեվ կարող տեսնում է հասկանում է ասում Աստված այս հոգին մեզ տվեց ոմանք ասում են շատ մի խորացեք ճանապարհի մեջ դες խոսակցություն շատ ենք լսում կգժվես կցնդվես եսի ինչ կան ասենց անուններ են կպցնում չափավոր Տիրոջ խոսքը ասում է ինչքան Աստծո հոգին մարդու վրա է այսինքն Աստված մարդը ինչքան տեղ է տալիս որ ոնց որ ասած Աստծո հետ հարաբերվի շփվի լսի խոնարհվի այնքան նա ավելի իմաստուն ու արթուն զգաստ մարդ է դառնում հասկացող գիտակցող ինչու է շատ ժամանակ այդպիսի մարդը այդպիսի որակավորման արժանանում շրջապատ անհավատ շրջապատի կողմից որովհետև այն ինչ որ քո համար իրականություն ու ճշմարտություն է եւ դու ընտրում ես ու դրա հետ կապված շատ բաներ էլ մերժում ես իրանց համար տարօրինակ է խի այս մարդը սենց ընտրում խի հրաժարվեց իր այս շահից իր այս փառքից այս հարցում սենց վարվեց որ իրան օգուտ էր հրաժարվեց օրինակի համար այսպես եւ իրանք համարում են որ էսի ասենք մարդը չի հասկանում ռոբոտի նման ինչ սովորցրել են ինչ ասել են ինքն էլ էդի անում է բայց չեն հասկանում որ ոչ թե տենց է մարդը համոզված է հասկանալով գիտակցելով լավն ու բարին չարն ու բարին լավն ու վատը ինքը համոզված այդ քայլը կատարեց իրանք որ չեն տեսնում սթափ չեն զգաս չեն արթուն չեն իրանք չտեսնալու պատճառով ես դու տարօրինակ դառնում նրանց աչքին բայց Աստված գովում է մարդուն որպես հասկացող եւ ճիշտ ընտրություն կատարող մարդ դրա համար էսա որ մարդը պիտի այո ես եմ ուզում ասեմ որ Աստծո հետ վարվող մարդը օրեցօր ավելի իր անձի կարողությունը դրսևորելու մեծ հնարավորություն է ստանում գիտակցի հասկանա զանազանի տեսնի ինչ որ իրականությունը կա եւ ճիշտ ընտրություն կատարի Ստապ մարդ, ինչպես էստեղ ասեց, Աստված մեզ երկչորության հոգի չտվեց, այլ զգաստության հոգի տվեց։ Եվ ուզեմ հիշեցնել բազմաթիվ տեղերում այսպիսի խոսք գրած, բայց Մատթեոս 10-րդ գլխից կուզեմ ձեզ հիշեցնել 10:39-ում այսպես ասեց, նորից կրկնում եմ, ով որ իր անձը գտնում է կկորցնի նրան։ Եվ ով որ իր անձը ինձ համար կորցնի, նա կգտնի նրան։ Լավ, ստեղ սենց բան ասեց։ Մենք խոսեցինք, որ Աստծո գործը սա է, որ մեր անձը ոնց որ ասած զարգանա եւ ոչ թե մենք կորցնենք մեր կարողությունները,
անձի հետ կապված քննելու, մտածելու, որոշումներ կայացնելու, այլ հակառակ ավելի մեծ հնարավորություններ ստեղծի մեզ համար, որ մենք այդ անձի կարողությունները օգտագործենք գիտակցաբար։ Այստեղ ասում ով որ կորցնի իր անձը։ Մեկ ուրիշ տեղ ասում ով որ չուրանա իր անձը, պետք է անպայման ինչ անես, ասում ուրանաս։ Լավ ինչ անենք, ուրանալ կամ կորցնել այստեղ ոնց հասկանանք։ Ուշադրություն դարձեք, ընդհանրապես ամեն ինչ որ մենք պետք է հասկանանք, պիտի ընդհանուր կոնտեքստից, համատեքստից, այդ հատվածից հասկանանք։ Պետք չի համատեքստից մի բան անջատենք ու մեր հասկացածով սկսենք մեկնաբանել։ Որտեւ եթե հանկարծ մեկնաբանել ու կորցնել քո անձը, կարաս սենց էլ մտածես, ուրեմն էլ չենք մտածելու։ Էլ Աստված ասում է՝ մի մտածի։ Էլ որոշում ընտրություն մի կայացնի, քննություն մի արա, հա։ Կորցնել անձը, էլ չգործի, հա, քո անձը։ Էլ անձի հատկություններով չապրես, հա։ Չէ, դες բան չի կարա լինի, որտեվ Աստված ինքը մեզ անձ է ստեղծել, նորից եմ ասում, եւ շատ հարգում է դա։ Վերջի օր անգամ մարդը երբ որ ասի, ինչպես ասեցինք անգամ երբ որ չար ընտրություն է կատարում, Աստված ասում է դու ընտրեցիր, դու գիտես, քո կյանքն է։ Թեպետ ես կուզեի լավ ընտրեիր։ Բա ինչ է սա նշանակում, դրա համար համատեքստում պիտի նայենք ընդհանուր։ Եթե 10-րդ գլուխը դու կարդացել եք, ես ամբողջը չեմ կարդա, որովհետև բավականին, ասենք, երկար է, ինքը 10-րդ գլխում 16-ից մինչև 42-րդ խոսքը այս բանն է ներկայացնում։ Այդ ներկայացվածից հասկանում ենք, երբ որ այստեղ անձի հարցն է բարձրացնում, որ պիտի կորցնենք մեր անձը, որ Քրիստոսի համար, որ գտնենք, որտեղ Քրիստոսի համար։ Այսինքն բաներ կա, որ մենք պիտի զրկվենք, համաձայնվենք, հոժարվենք, ընդունենք մեզ համար, որ դրանցից այո կարող ենք դրանք կորցնել, զրկված լինել, հանուն Քրիստոսի, հանուն Տիրոջ հնազանդվելու, հանուն Տիրոջ ճանապարհի մեջ մնալու, հավատարմություն ցուցաբերելու։ Եվ եթե կարդացել եք 10-րդ գլուխը, խոսում է օրինակ սկսում է 16-րդ խոսքից այսպես է խոսում Տերը, ասում է ձեզ գայլերի մեջ եմ ուղարկում, ինչպես մի գառներ։ Ձեզ կհալածեն, ձեզ նեղություն կտան, ձեզ անգամ կդատապարտեն մահվան, կհանեն ժողովարաններից, կատեն, եւ խոսում է այդ հալածանք դժվարությունների մասին։ Եվ այս ոնց որ ասած, այս խոսքի հետ է կապված, որ էսի մի հատ ամփոփիչ խոսք էր, որ Տերը ասեց, խոսեց, բացատրեց եւ ամփոփիչ խոսք ասեց։ Եթե դու այդ խոսածածը չկարդաս, այդ ամփոփիչ, ոնց որ վերջնական դրա ամփոփում ներկայացնող խոսքը դու քո ձևով կմեկնաբանես ու սխալ կհասկանաս։ Բարձր աստեղ հասկանում ես, քո կյանքի հարցն է։ Եթե դու այս բաները, որ քեզ հետ կկատարվի, որտեղ Տերը օդից չի խոսում, կծաղրեն, կանարգեն, պատվազուր կանեն, վրեջ կչարախոսեն, կբամփասեն քո հետևից, մատով ցույց կտան։ Եթե ասում ես այս բան, այսինքն սա ինչ է նշանակում, քո մարդը, որ ասենք ասած իր կյանքի հետ կապված կարևորագույն հարցեր են, այս հարցերին է վերաբերում, որ դու պիտի կորցնես անձդ, նշանակում է կարելի ասել կյանքդ այս հարցերում կորցնես։ Գուցե ասենց ասեմ, մերժված լինես, նեղությամբ ապրելու որոշում ունենաս, դժվարություն քաշելու որոշում ունենաս, բարեկամներ կորցնելու որոշում ունենաս, սրանք բոլորը անձը կորցնելու հետ է կապված։ Կյանքիդ հետ կապված բաներ կան, որ խիստ կարևոր էին ժամանակին, խիստ թանկ էին, դու դրա վրա մտածել ես, դու քո ասենց ասած գաղափարներն ու հասկացողությունները տրամադրել ես, որ այդ հարցերում կառուցես, քո համար լավ լինի, փափուկ կյանք, հանգիստ կյանք, բարեկամներ, շրջապատ, պատիվ, հարգանք, էսի քո կյանքն է, քո անձն է, էս է անձը ստեղ ներկայացում որպես։ Եթե դու չհոժարվես դրան կորցնես, ասում է ինձ համար, ուրեմն դու ժամանակ քո անձը կկորցնես, այսինքն ամեն ինչ կկորցնես, կորուս կգնաս, ամեն ինչից հետագայում կզրկվես։ Եվ հետաքրքիր է, որ Տեր Հիսուս Քրիստոսը շատ ժամանակ էսի նաև խոսում էր իրեն հավատացած արդեն մարդկանց հետ։ Մարդիկ, որոնք իրեն հավատացել են, որ ինքը աշխարհի փրկիչն է, Աստծո որդին է, հավատացել են, որ ինքն է այն մարգարեություններով խոսացած փրկիչը, Մեսիան, եկել է աշխարհ։
Բայց ասում եմ, եթե ձեր անձերը չկորցնեք կամ եթե ձեր անձերը չուրանաք, չեք կարող ինձ հետևել։ Չեք կարող կյանք ունենալ, փրկություն ունենալ։ Սա մի գին է, որ նայեք, շատ ժամանակ հավատացած մարդը, համոզված, որ Հիսուսը Քրիստոսն է, համոզված, որ Հիսուսը կյանքն է, ճանապարհն է, փրկությունն է, ինքն է Աստծուց ուղարկված այն անձը, որով կարող ես դու Աստծո հետ Աստծո մոտ տեղ ունենաս, համոզված է մարդը, բայց այս խոսքը նրանց էր հենց ասում։ Հիմա ձեզանից համոզված եմ, շատերը համոզված եք։ Դուք նոր չի, որ գուցե լսում եք եւ մտածում եք, արդյոք ճիշտ է Հիսուսը փրկիչ է, Աստծո որդին է, ավետինական թագավորն է, կամ մեղքի հարց կա, դատաստանի հարց կա, շատերը համոզված եք։ Բայց մարդիկ էլ կան, որ այտենց էլ իրենց անձը չեն ուզում ուրանան։ Ես դες մարդիկ տեսել եմ, հավաքույթ եկող, որ վախենում է օրինակի համար, որ հանկարծ չիմանան, որ ինքը հավատացյալ է։ Կարող է իրան ձեռ առնեն, ծաղրեն, իր ընկերները, հարազատները, բարեկամները իրանից հրաժարվեն, ինչպես եղբայրը ներկայացրեց իր կյանքում եղել է։ Ծածու գողեգող, ողջ վերջը եկավ մի բան, խոսեցինք էլ, բայց ինքը չհրաժարվեց այդ բանից, որ պետք է քո անձը ուրանաս, անձը տուրացած պիտի մանգաս։ Ինչ կասեն, ինչ չեն ասի, ինչ խոսան, ինչպես կմտածեն, կվերաբերվեն, պետք է հոժարվես, որպեսզի կյանքի մեջ քո անձը պահես, չէ կկորցնես քո կյանքը, ամեն ինչը կկորցնես ու կորցրեց, թողեց հավատք այդ մարդը։ Ու շատ այս մարդիկ կան։ Պատահական չի, որ Տեր Հիսուս Քրիստոս ասեց Հովհաննես Մկրտչից սկսած երկնքի արքայությունը ուժեղներն են առնում, անգամ մի հատ ուրիշ խոսք օգտագործեց։ Ինչ են անում։ Հափշտակում են, այո, ուժեղներն են հափշտակում, իրանցով անում, վերցնում, երկինքի արքայության տեր դառնում, ովքեր ուժեղները, Հովհաննես Մկրտչից սկսած, որտեղ Հովհաննես Մկրտչից սկսեց ավետարանը քարոզվել, մինչև այդ ավետարան չէր քարոզվում։ Հենց Մեսիայի գալուստի նշաններից մեկը էսա, որ կույրերը կտեսեն, կաղերը կքայլեն, աղքատներին ինչ կլինի, ավետարան կքարոզվի։ Մինչև այդ ավետարան չեն, կգա, ճիշտ է, տեղ կա հույս, բարի լուրի հույս, բայց հիմա Տեր ասեց, այս բանը ինչ արեց, կատարվեցավ, երբ որ իրան կարդալ տվեցին հենց այդ հատվածը Եսայի արքայության, այսինքն եղել է արդեն, իրականացել է, փրկիչը եկել է, եւ այդ ժամանակից, որ Հովհաննեսը նրա առաջից էր եւ պատրաստում էր ու խոսում էր, որ հեսա եկել է, ծնվել է, շուտով կտեսնեք իրան, այդ ժամանակից սկսեց մի, ասենք, հետաքրքիր երևույթ հասարակության մարդկության մեջ։ Սկսեց հասարակությունը մարդկությունը բաժանվել երկու մասի։ Հիսուսին ընդունողների եւ Հիսուսին հակառակվողների։ Մինչև այդ որ մարդիկ ասեն, խոսային, հենց Իսրայելի մեջ նայեք, որ Իսրայելում ասեն, գիտես ինչ փրկիչ է Աստված խոստացել, շուտով պիտի գա, հաստատ մեկը մյուսին չէր հանդիմանի կամ չէր նախատի կամ դրա համար չէր հալածի, ասեն ամեն ճիշտ է, կգա։ Բայց ինձ Հովհաննեսից սկսած Հիսուսով ինչ սկսվավ այդ բաժանումը։ Հիշում եք Հիսուսի համար մանուկի համար ասեց, չէ, այս մանուկը հակառակության բան չէ կդառնա, փորձության քար, հակառակության նշան։ Շատերը սրա վրա կընկնեն, շատերը սրանով ինչ կանեն, կբարձրանան, դրա վրա մարգարեություն եղավ։ Այսինքն սկսեց հակառակություն։ Եվ նրանք ովքեր որ կարողանում են, ասենց ասած, իրանց ընտրության մեջ հավատքով, Աստծո զորությունով իհարկե օգնությամբ հաստատ մնան, որտեղ սկսեցին նեղել այդպիսին, ժողովարաններից հանել, ասում իշխաններ կան, որ լավ էլ հասկացան, որ Հիսուսը Քրիստոսն է, բայց քանի որ արդեն սենց էին պայմանները, ով որ Հիսուսին Քրիստոս կդավանի, նրան ժողովանից դուրս պիտի շպրտեն, ասում դրա համար ձեները սուս կտրած Հիսուսին չհետևեցին։ Իսկ իրանց անձը չուրացան, իրանց անձը չուզեցին կորցնել, իրանց փառքը, դիրքը, շրջապատի միջի վերաբերմունքը, գիտես, շատ ժամանակ մարդիկ իրենց հաջողված են տեսնում, որ որևէ հեղինակավոր օրինակի համար մարդ իրանց ընդունում է, իրանք նրա մոտ տեղ ունեն, նա այդ հեղինակավոր մարդը հարգում է, լսում է իրանց, բայց հաճախ հենց այդպիսի հեղինակավոր մարդիկ դառնում են մարդու թակարդն ու որոգայթը։ Ասում ես,
SCN-ի մեկ էլ որ հասնում ես այդ հեղինակավոր մարդկանց, բա այդ մարդը ինչ կասի ինձ։ Բայց ո՞նց անեմ։ Այդքան հարգանք եմ ստեղծել իր մոտ, այդ երևելի մարդը որ շատերը գուցե ասենց ասած կուզեին այդ մարդու մոտ տեղ ունենային, ես ստացել եմ հիմա բա ինչ կասի այդ մարդը։ Այդ հեղինակությունները ավելի մեծ չարիք են դառնում, քան թե այդ ոնց որ ասած չլնեին դրանք, ավելի հեշտ կլներ մարդու գործը։ Ուժեղներն են երկնքի արքայությունը հափշտակում։ Որ անձը կուրանա, իր անձը կգտնի, որ անձը կորցնի Քրիստոսի համար, իր անձը կգտնի։ Գտնել ինչ է նշանակում, այսինքն նա, եթե օրինակ համար համաձայնվել ես նեղություն, հալածանք, անխաղաղություն, անգամ կյանքդ կորցնելու, Աստված քեզ խաղաղություն, օրհնություն կյանք է տալու։ Եթե չես համաձայնվի, կաշխատես ամեն գնով, իսկ այդ ամեն գինը էսա, երբ որ դու չես ուրանում քո անձը, դու Հիսուսին ես ուրանում, ինքնըստինքյան ատենց է, դու չես կարա համ քո անձը չուրանաս, համ Հիսուսին չուրանաս, դες բան չկա։ Անկամ Աստծո բաները, առաքյալները Քրիստոսի ժամանակ եկավ ինչ որ հարցում իրենց անձը չուրացան, Հիսուսին ուրացան։ Ինքնըստինքյան էդի բխումը։ Հիշում եք, չէ՞, Գեթսեմանի պարտեզում։ Այդտեղ իրանց անձի ուրանալը էս էր, որ ինչ որտեղ նաև էսա, քո անձը կորցնես, ոնց որ ասած հրաժարվես նաև քո հասկացողություններից, որոնք քո ապրելու մեջ ձևավորվել են, ապրելով դու քո մեջ հասկացողություններ ու ասենց համոզմունքներ են ձևավորվել։ Անկամ կարող է դրանք հոգևոր հասկացողություն ու համոզմունք լինեն, բայց դու պետք է հրաժարվես դրանցից, երբ որ Աստված է խոսում, երբ որ Աստծո խոսքը չի համապատասխանում քո մեջ ձևավորված գաղափարից, հասկացողությունից, իմաստությունից, համոզմունքից, համոզմունքից չի համապատասխանում։ Դու պետք է հրաժարվես, ուրանաս։ Օրինակ, Տերը ասեց, այսօր ինչ կլինի, դուք բոլորդ ինձ կթողնեք փախչեք։ Չէ, այդպիսի բան ասեց։ Պետրոսը, առաքյալները ինչ ասեցին, քավլիցի Տեր, այսինքն հնարավոր չէ այդպիսի բան լինի։ Եվ երբ որ պահը եկավ, իրենց հենց այդ անձը չուրանալու պատճառով Տիրոջ ուրացան։ Մեկ ուրիշտեղ Մատթեոս 16-րդ գլխում Տեր Հիսուս Քրիստոսը ասում է խոսեց իր աշակերտների հետ, ասեց գնում ենք Երուսաղեմ։ Ինձ կմատնեն, չէ, քահանաներից, դպիրներից կմատնեն հեթանոսների ձեռքը, հռոմեացիների, եւ նրանք ինձ մահվան կդատապարտեն, բայց ես երրորդ օրը հարություն կառնեմ։ Ասում է Պողոս Պետրոսը կողք քաշեց նրան, ասեց քավլիցի Տեր, քեզ դες բան չի պատահի։ Հենց տեղ է, էլի, հոգևոր հասկացողություն ուներ ինքը, համոզմունք, որ Քրիստոսը որ գա, նա պիտի գա ու թագավորի։ Ինչ մեռնելու հարց կար։ Հավիտյան պիտի թագավորի։ Դրա համար են ասում, Տեր, երբ է սկսելու քո թագավորությունը։ Ինձ թվում էր հենց մտավ Երուսաղեմ, հիշում եք, չէ՞, մտավ Երուսաղեմ աշակերտների ցնծությունով, փառաբանությունով իրան ցենց շորեր են գցում, դափների պսակներ են գցում, տերևներ են գցում, որ հեսա թագավորելու է։ Տենց են մտածում։ Իրանք այդ մտքին էին։ Բայց Տերը Պետրոսին, որ այդպես ասեց, ետից գնա սատանա, դու մարդկանց բաներ ես մտածում, ոչ թե Աստծո, չէ՞, եւ նորից հենց դրանից անմիջապես հետո ես կուզեմ այդ հատվածը կարդամ հիշեցնեմ, այդ խոսքից հետո, այդ դիպվածից հետո նույն տիպի բան ասեց։ Այն ժամանակ Հիսուսը կարդում շարունակություն է, որ ասեց ետից գնա սատանա, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտ չես անում Աստծո, այլ մարդկանց բաները։ Այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներին ասաց. եթե մեկը կամենում է իմ ետևից գա, թող իր անձը ուրանա, իր խաչը առնի, իմ ետևից գա, որովհետև ով որ իր անձը ուզե ապրեցնե կկորցնե նրան, եւ ով որ իր անձը կորցնե ինձ համար կգտնե նրան, որովհետև ինչ օգուտ ունի մարդը, որ բոլոր աշխարհը ստանա եւ իր անձը կորցնե, կամ ինչ գին կտա մարդը իր անձը փրկելու համար։ Ուրեմն տեսեք, այս բանից դիպվածից հետո անմիջապես Տերը էս ասեց, նույն բաներ ասեց, ով որ կամենում է իմ ետևից գա, թող իր անձը ուրանա, խաչը առնի, իմ ետևից գա։ Այսինքն ստեղ էլ հարցը էս էր, դու պետք է ձեր անձը ուրանաք, անձի ուրանալու մեջ էս էլ կա, այն համոզմունքները, որ քո ոնց որ ասած ձևավորվել էր, որտեղ դու որպես մարդ աճել ես, մեծացել ես,
արդեն քո ճիշտն ու սխալն է ոնց որ ասած քո մեջ ձևավորվի, դու դրանք մի կողմ պիտի դնես, Աստծո ճիշտ ու սխալով պետք է առաջնորդվես։ Անկամ հոգևոր թեմաներ կան, որ Աստծո մասն են, Քրիստոսի մասն են, եթե դա չի բռնում Աստծո ասածին խոսքին, դու դրանք էլ պիտի մերժես։ Հակառակ դեպքում չես կարող ինձ աշակերտ լինես, հակառակ դեպքում չես կարող ինձ հետևես։ Սա էլ կա ստեղ։ Տեղ կա Սուրբ Գիրքը ասում է, որ կորցնես պիտի գտնես, չէ՞։ Օրինակ Կորինթացիների թղթում առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 18-րդ խոսքում ինչ ասում։ Եթե մեկը կամենում է իմաստուն լինել, թող այս աշխարհում հիմար լինի 18 ու 19, որպեսզի իմաստուն լինի։ Որովհետև այս աշխարհի իմաստությունը Աստծո մոտ հիմարություն է։ Այսինքն, տեսեք ինչ ասում, եթե դու ես աշխարհի մեջ ես մեծացել, աշխարհի իմաստությունով լցված ես մեծացել, հիմա որ դու եկել ես Աստծուն, ուզում ես իմաստուն լինես, ուրեմն դու պետք է այդ աշխարհի հետ կապված բաներում քեզ տեսնես, ոնց որ քեզ տեսնես հիմար, այսինքն այն ինչ որ գիտես, աշխարհից ես վերցրել, այդ կյանքի այդ ոնց որ ասած քո աճելով այդ համոզմունքներն ու գիտությունն է ձևավորվել, պետք է մի կողմ դնես, որ Աստված քեզ իմաստություն սովորեցնի։ Եթե դու շարունակես քո իմաստությունով վարվել, քո անձը կկորցնես, Աստծո իմաստությունը ձեռ չես բերի։ Եվ ընդհանրապես առաքյալները, երբ որ Տիրոջը Տեր այդ տիպի խոսք ասեց, հարցրեցին, ասեցին. Տեր, ահա մենք թողեցինք տուն, տեղ, երեխա, ընտանիք, աշխատանք, քեզ հետևեցինք։ Հիմա մեզ ինչ ա լինելու։ Տեր ասեց, այդ ամեն ինչը ինչ որ կորցրել եք, չէ, հարուրապատիկը ինչ կանեք կգտնեք։ Ինչ որ կորցնես կգտնես։ Եթե դու ինչ որ մի բան ես ուզում թանկա քո համար, Տիրոջ ճանապարհում հանդիպել ես մի իրավիճակում, որ այդ հարցն է դրվում, կամ դուք պիտի հոժարվես օրինակի համար, այս ինչ բանը կորցնես, այս ինչ մարդու կողմից պատիվ տալը կորցնես, կամ քո խաղ հանգիստ կյանքը կորցնես, կամ չգիտեմ ինչը։ Եթե դու ուզենաս էդի պահես, դու վերջ-վերջը կորցնելու ես ամեն ինչ, այո։ Բայց եթե համաձայնվես կորցնես, դու շատ ավելի մեծ բաներ Տերը պիտի քեզ օրհնի եւ դու պիտի գտնես, այդպես ասում Սուրբ Գիրքը, ինձ համար եւ իմ ավետարանի համար։ Ուրեմն սա որ անձդ կորցնել կամ անձդ ուրանալ, չի շարակում քո անձի հատկություններից դադարես այդ ձևով ապրելու դրսել էլ չմտածես, չէ, այլ քո միտքը փոխվի, գաղափարդ փոխվի, հասկացողությունդ փոխվի, հինը մերժես։ Նաև այստեղ կա կյանքդ, տեղ կա ասում է, նրանք իրենց անձը չսիրեցին մինչև հիմա։ Մեկ ուրիշ տեղ այդ նույն թարգմանության մեջ ասում է, նրանք իրենց ինչը կյանքը չսիրեցին մինչև հիմա։ Այսինքն քո կյանքի հետ կապված հարցեր կան, որ դու համաձայնվում ես, որ դրանք կորցնես, հանգիստը, խաղաղությունը, պատիվը, փառքը, անունը, հեղինակությունը, էսա գին, ասում եմ, մինչև որ չկորցնես, ես այսպես եմ վերնագրել ես քարոզը, մինչև որ չկորցնես, չես գտնի։ Հա, մարդը թող ասի, ես հավատում եմ, բայց չի ուզում կորցնի։ Ընկերությունա, շրջապատա, էսա գիտի, որ հանկարծ որ լուրջ մտավ էս ճանապարհի մեջ, լուրջ քայլեր անել, խնդիրները անպայման առաջանալ են, ինքը լավ գիտի, հաշվարկել անում է, ու չի ուզում այդ լուրջ մտնելու գործողություն իրականացնի։ Կամ էլ թաքուն ինչ-որ բաներ, բայց դա երկար չի լինի, ասում է, ծածուկ բան չկա, որ ինչ չհայտնվի։ Էսա Տիրոջ խոսքը ասում։ Ուրեմն Տերը թող օրհնի մեզ, ժողովուրդ ջան, որ մենք իրոք սա գիտակցենք, սա հասկանանք եւ մեզանից պահանջվող ոնց որ ասած գինն էլ մեր առջև դնում է Աստված, որ մենք գին վճարենք։ Եվ տեղեր կա այս հենց Մատթեոս 10-րդ գլուխը, որ կարդակ կտեսնենք, շատ այլ բաներ էլ կա։ Խոսում է օրինակ Աստծո ծառա ընդունելու մասին։ Այստեղ էլ է պետք հենց անznուրացություն։ Մարդիկ կան պատկերացումներ ունեն, գա, ասենց իրանց չափանիշներ ունեն, ով է Աստծո ծառան, ով կարա Աստծո ծառան լինի։ Եվ հանկարծ օրինակ Հիսուսը եկավ ու իրանց չափանիշներին չբռնեց։ Իրանք լրիվ ուրիշ սպասում ունեին։ Դրա համար չկարողացան Հիսուսին ընդունել որպես հենց այդպիսին, ինչպիսին որ կա, ինչպիսին նա իրականում կա։ Ասում ով որ մարգարեին ընդունի, հենց այդ Մատթեոս 10-ը ես կարդացի, դրանից հետո է Տեր ասում։ Ասում ով որ ձեզ ընդունի, ինձ է ընդունում, ով որ ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Ով որ մարգարեին ընդունի, մարգարեի վարձ կառնի։ Ով որ արդարին ընդունի, արդարի վարձ կառնի։ Ընդունի։ Աստծո ծառա ընդունելու մեջ էլ կա շատ բաներ, որ
քո անձի գաղափար, հասկացողությունները, չափանիշները մի կողմ ես դնում, ասում ես, քանի որ Տերը, օրինակ, բացահայտում է, իր գործով ես մարդու, իր խոսքով, պտուղով, ապացուցում է, Աստված ինձ ապացույց է տալիս, որ սա Աստծո մարդը, ես իրան ընդունում եմ, կապ չունի, ես ոնց եմ մտածել, գուցե օրինակ համար ինձ խանգարում է նրա ազգության պատկանելիությունը, շատերի մոտ այդ խնդիրը չի լուծված։ Մեկ էլ նայում ես իբր թե եկեղեցու առաջնորդներ են, հովիվներ են, մեկ էլ ասում են շատ կներեք այդ եզդին, օրինակ սս բան են ասում։ Մարդիկ իրանց անձը չեն ուրացել, գիտեն թե իրանց գաղափարը, հասկացողությունն են, ազգային պատկանելիությունը կարևոր դեր է կատարում Աստծո մոտ, որ Աստված օրինակի համար պետք է հային էլի հայերի վրա ոնց որ ասած իր ծառա դնի որևէ մեկին։ Այդտենց կասենք են հрьян, ոնց որ շատ հայեր ասում են։ Հիսուսի մասին են ասում։ Դեպետ ասում է հիմա մարմնի կողմանից ոչ մեկի չեք ճառայում, դից ասում, բայց ամենայն դեպս նա այդ ազգից է եղել։ Աստված օրհնի մեզ, ես կուզեմ որպեսզի մենք գիտակցենք Տիրոջ պահանջը, հասկանանք նախ ինչ է նշանակում քո անձը ուրանաս, քո անձը կորցնես հանուն Քրիստոսի, հանուն ավետարանի, որտեղ ասում է հանուն Քրիստոսի։ Եվ մենք պատրաստ լինենք սրան, որտեղ ոչ մեկս դրանից չենք փախչելու։ Անես չի որ ոմանք պետք է այդ գինը վճարեն, մտնեն երկնքի արքայություն, տիրանան Աստծո թագավորությունը, ոմանք առանց վճարելու կմտնեն։ Դա մենակ երեխեքն են, որ առանց վճարելու են մտնում։ Չափահաս հասկացող անձնավորությունները պիտի անպայման այս ճանապարհը անցնեն, ուրանալով իրանց անձը, կորցնելով իրանց անձը պիտի գտնեն, այսինքն կյանք ունենան։ Հələ Եբրայեցիս 10-րդ գլխի վերջի հատվածը կարդացիք, ասում է հիշեցնում, ասում է դուք են Տիրոջը ընդունած ժամանակ, լուսավորված ժամանակ հալածանք քաշեցիք, նեղություն քաշեցիք, բանտերի մեջ ընկաք, ասում է ձեր ունեցվածքը հափշտակեցին, ունեցվածքի հափշտակություն ուրախությունով տարակ, ասում է ձեզ համբերություն է պետք, որ Աստծո խոսքը կատարելով խոստմունքը ինչ անեք, ժառանգեք, բայց ասում է ով որ հետ քաշվի, իմ հոգին նրան չի հավանի, բայց մենք հետ քաշվողներ չենք, ասում է մեկ ուրիշ տեղ Պողոսը, որ կորչենք։ Հետ քաշվելը ինչի պատճառով նեղություն, դժվարություն եւ այլ չի ուզում էտի ունենա եւ հետ է քաշվում։ Նրանք կորչեն։ Աղոթք